Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք։ Հուսով եմ, որ լավ եք, ցանկանում եմ, որ լավ լինեք։ Մինչև բուն թեմային անցնելը, ուզում եմ բոլորիցդ, իրոք բոլորիցդ, շնորհակալություն հայտնել, թե դիտելու համար, թե բաժանորդագրվելու համար, թե այդքան հաճելի կոմենտարը գրելու համար, իրոք շատ լավն է, 99%-ը իմ հարազատներն են դարձել, որովհետև իրոք զգում եմ, որ մենք միանման ենք, մի կարծիքի ենք։ Պարզ է լինում են, որ համամիտ չեն լինում, համաձայն չեն լինում, դա նորմալ է, այն որ ասում եմ մենք ամեն մեկս մեր ինդիվիդուալ կարծիքն ունենք, մեր ապրելակերպն ունենք, հա, մեր մտածելակերպն ունենք, դրա համար չի կարող ստացվի այնպես, որ մենք միշտ պետք է միասին համաձայն լինենք, դա նորմալ է, բայց հիմնականում զգում եմ, որ ինձ նման մտածող մարդիկ են միացել իմ ալիքին, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Դե ինչ, ինձ հարց էր տրվել, ճիշտն ասած, այսինքն խնդրանք էր մի քիչ խոսել երեխաների հասունացման շրջանի տարիքի մասին, ինչպես եմ ես հաղթահարել իմ 3 երեխաների հասունացման շրջանի տարիքը, ոնց եմ ինձ պահել, արդյոք հեշտ է եղել, որովհետև ապրում ենք Եվրոպայում, Եվրոպայում էլ ավելի բարդ է, դժվար է։ Եվ իհարկե, քանի որ ես ունեմ 3 երեխա, ունեմ իմ անձնական փորձը, որոշեցի խոսեմ այդ թեմայով, ինչու ոչ։ Սիրելիներս, ուրեմն ում որ հետաքրքիր է, իհարկե ինձ թվում է կդիտի, ում էլ չէ, ներող եղեք, քանի որ խնդրանք հարցեր, ուզում եմ անդրադառնամ, ինձ թվում է, որ միգուցե շատերին հետաքրքիր լինի։ Ունեմ 3 երեխա։ 3-ն էլ լիարժեք տարբեր են, թե մտածելակերպով, թե բնավորությունով, թե շարժու ձևով, ամեն ինչով տարբեր են։ Ու դրանից ելնելով, որ անկեղծ ասեմ, ես միշտ մտածում եմ, ես այն կարծիքին եմ, որ սխալ է ասել, որ երեխան, ոնց ասեմ, ոնց որ դաստիարակությունից է կախված երեխայի մտածելակերպը, շարժու ձևը եւ այլն։ Ինձ թվում է, որ դա ճիշտ չէ։ Նախ, ամեն մեկս մեր անհատական բնավորությունն ունենք։ Ինձ թվում է, որ կհամաձայնեք, ոչ մեկս բնավորությունով 100% ոչ նման ենք մեր մայրիկին, ոչ հայրիկին, միգուցե ինչ-որ մի գծիկներով կա, որ քաշել ենք ժառանգաբար, թե լավ, թե վատ, բայց հիմնականում մենք ինքներս ունենք մեր բնավորությունը, մեր կարծիքը, մեր մտածելակերպը։ Օրինակ, ես այդպիսին եմ։ Ես շատ բաներով նման եմ հայրիկիս, շատ բաներով նման եմ մայրիկիս, բայց դրա հետ մեկտեղ ես ոչ ոքի նման չեմ, ունեմ իմ մտածելակերպը, հա։ Դրա համար ինձ թվում է, որ յուրաքանչյուր երեխա անկախ դաստիարակությունից մեծանում է անհատ իր բնավորությունով ու կարծիքով։ Հասունացման շրջանը երևի թե սկսեմ մեծ աղջկանիցս, այդպես ասեմ, տարիքային սկսեմ, հա։ Որ անկեղծ ասեմ, ես չեմ նկատել այդ հասունացման շրջանի իր փոփոխությունները։ Ինքը իր էությունով փոքրիկ ժամանակից եղել է մի քիչ կապրիզնի, իր ասացի տերը, ինքը պետք է իր ուզածով ունենար ամեն ինչ, ոնց որ ինքը այդպես է, փոքրուց այդպես է եղել։ Դրա հետ մեկտեղ ինքը ահա որ չգիտեմ այդ բառը օգտագործում են թե չէ, ինքը շատ խելացի է, շատ նպատակասլաց է, շատ աշխատասեր է, այսինքն իր համար ուսումը, հետագայում իր կրթությունը, իր աշխատանքը, ոնց որ ինքը շատ նպատակասլաց է ու իրան պետք չի բրդել, որ ինքը ինչ-որ մի բան անի, սկսած առաջի դասարանից, մինչև այսօր, որ հեսա ինստիտուտը շուտով կավարտի ու կդառնա դիպլոմով հոգեբան, հա, ինչ է ուզում ասեի, որ իր այդ հասունացման շրջանը ես այդքան էլ փոփոխություն չեմ նկատել, բայց որ հիմա մենք մեկ-մեկ իրար հետ զրուցում ենք, որ անկեղծ ասեմ, ինքը ինձ ասում է, համեմատում ենք փոքր աղջիկաս հիմիկվա հասունացման շրջանի հետ, միշտ ասում եմ, համբերի կփոխվի Ալյոնան, որովհետև ես էլ եմ այսինչ բաները ունեցել, բայց այն ժամանակ ես չեմ նկատել իր մեջ, օրինակ մնալ անընդհատ սենյակում, իր աշխարհի մեջ, հա, շատ չշփվել թե ծնողների հետ, թե ասենք օրինակի համար հարազատների հետ, լինել մի քանի ընկերներով շփվել ոնց որ, այդ շփման մասին է խոսքը։ Ու ասում եմ, ես էլ եմ տենց եղել, որ դասից եկել եմ տուն, միշտ սիրել եմ մենակ մնամ իմ սենյակում ու ոնց որ դա նորմալ է, դա տարիքն է։
ինչ-որ հագուստի պահով, նույն ձև, ես էլ էի ասում այդ շրջանում սիրում լեն, ազատ, շորեր, ոնց որ իր հասունացման շրջանը էդ ա եղել, որը որ ես անկեղծ ասեմ շատ չեմ նկատել, իսկ ուրիշ խնդիր չեմ ունեցել իրեն հետ, այսինքն չի եղել ինչ-որ մի բան, որով որ ես կարողա ինձ ված գայի, որ իմ երեխան այդ հասունացման շրջանի մեջ է, չնայած մեծացել է Եվրոպայում, 7 տարեկանից, մենք ապրում ենք Ֆրանսիայում, իր 7 տարեկանից։ Ասենք աղջկանից ոչ մի խնդիր, երբեք դպրոցից ոչ մի խնդիր, բացարձակապես միշտ գլուխս բարձր մտել եմ դպրոց, գլուխս կրկնակի բարձր դուրս եմ եկել դպրոցից, յուրաքանչյուր տարիքից սկսված, թե Հայաստանում, թե այստեղ, միշտ գովել են իր վարքագիծ ամեն ինչը։ Մի խոսքով, հատուկ դաստիարակություն չի անցել իմ երեխան, չի եղել, այսի կարելի անել, էսի չի կարելի անել, սենց պետք անես, նենց պետք անես, չի եղել։ Ինքը ուղղակի մեր տան մթնոլորտի մեջ մեծացած է, ոնց որ տեսնում է երևի թե շատ բաներ քաշում է, գուբկայի պես։ Իմիջիալոց երեխաները գուբկայի պես քաշում են ինչ որ կատարվում է տան մեջ, ինչ ձև են ծնողները։ Ինչքան էլ դուք ասեք, որ սա կարմիր է, եթե դու երեխային ասում ես կարմիր է, բայց ինքդ մտածում ես, որ սև է, երեխան անկախ իրանից չի լսելու, որ դուք ասում եք կարմիր է, ինքը ասում է մաման ասում է, որ սա սև է, մտածում է, որ սա սև է։ Այնպես որ մենք ինքներս մեր վարքագծով ինձ թվում է դաստիարակում ենք, կրթում ենք մեր երեխաներին։ Ինձ տես է թվում, չգիտեմ։ Անցնեմ տղայիս։ Տղաս ոобще չի ունեցել այդ հասունացման շրջանը, որ ճիշտն ասեմ, այսինքն բացարձակապես խնդիր չի եղել։ Հիմա կարող է թվակ ասեք, ես ինչ իդեալական եմ, բայց հիմա ասենք օրինակ որ դուք որ ինձ հարցրել եք, ես հետ եմ գնում ու ուզում եմ հիշեմ։ Չի եղել։ Միակ բանը, որ ես իմ Սամոյի մեջ համ սիրել եմ, համ մի քիչ էլ չեմ սիրել, իրա շատ փափուկ եւ բարի լինելը, նույնիսկ ասենք այն երեխաների հանդեպ, որոնք միգուցե իրանց շատ սխալ են պահում դպրոցում, բայց իրա համար դա մի դեպք պատմեմ։ Դեռ քոլեջում էր սովորում, քոլեջը այստեղի մեր Հայաստանի դպրոցն է հələ։ Երևի թե քոլեջի առաջի թե երկրորդ տարին էր։ Նոր եկավ տուն, ասես մի քիչ տխուր, ասում եմ Սամ ջան, ինչ ա եղել, ինքն էլ ասես պոչոլո թմբլո տղա էր։ Հա, ասում եմ ինչ ա եղել, ասում եմ մի հատ տղա կար, ասում եմ իմ հետ շատ կոպիտ խոսած, դաժե ուզում էր կռիվ աներ հետս, բան։ Ու ասում եմ Սամ ջան, ինչ արեցիր, ոչ մի բան ասում եմ, տիպը ուշադրություն տես չդարձրեցի, եկա տուն, ասում եմ ով է, քանի տարեկան էր, բա ինձնից փոքր էր, ասում եմ, դրա համար ես ասում եմ ինձ թույլ չտվեցի իր հետ ուրիշ ձև խոսամ։ Այսինքն իմ երեխան այն կարծիքով, որ իրանից փոքր հասակով, հա, երեխան, նույնիսկ եթե իրան վատ ա պահել, ինքը իրան թույլ չի տվել նեղացնել եւ նույնիսկ ինչ որ կռիվ ստեղծել, որովհետեւ իր կարծիքով, որ եթե իրանից փոքր ա, ուրեմն պետք չի ձեր տալ։ Եթե իրանից մեծ ա, պետք է հարգել, իսկ իր տարիքին եթե լիներ, միգուցե մեկ այլ ձև վերաբերվեր։ Այդ րոպեին մի քիչ ջղայնացա, չջղայնացա, այսինքն, ասեցի Սամվելիկ, եթե զգում ես, որ քեզ ոնց որ կարող է վիրավորեն կամ ուզում են ինչ-որ մի բան, դու պատասխանը տուր, բայց հիմա այս բանը ես գիտակցում եմ ինչքան ճիշտ ու խելացի է իմ տղան վարվել, չնայած գնացի դպրոց, խոսացի դասատուի հետ, այն դասատուն, որը մինչև հիմա իմիջիալոց գալիս է մեր խանութ, հետո դարձել է Ալյոնայից դասատուն, միշտ գալիս է, միշտ սենց ժպիտով անցնում է, եթե ես կասայում եմ անցնում է կասայով, հարցնում է Սամոն ինչպես է, Սամյուել են ասում, Սամյուելը ոնց է, Ալյոնան ոնց է, անպայման կբարևեք, այսինքն նույնիսկ դասատուն այդքան տարի անցել է, դե տղաս 20 տարեկան է, դասատուի գլխում տպավորվել է իմ երեխաները, որպես համով, հոտով, խելոք երեխաներ, դրա համար ինչ համար շատ ուրախ եմ, հա, դասատուի հետ խոսացի, ասեցի դու գիտեք, որ Սամվելիկը սենց է, բայց մեկտեղ պետք է մյուսն էլ հասկանա, զրուցեք հետո, մի խոսքով, հասունացման շրջան չի եղել, մեկ էլ մի անգամ մի դեպք ա եղել, ընկեր ուներ, իր դասընկերներ, որի հետ մտել էին խանութ իր դասընկերը, մեր խանութ, որտեղ որ ես աշխատում եմ, այն թվին հələ կազինո էր, մտել էին մեր խանութ, իր դասընկերը կոնֆետ էր բացել եւ կերել էր, ախրանան տեսել էր եւ տեսնելուն պես զանգել էր ինձ, ես տանն էի, բա Սերին քոթխան խանութում է, դա իմ ընտանիքի բոլոր անդամներին ճանաչում են։ Սենց բան ենք նկատել, իհարկե գնացի հասա այնտեղ, ահա որ բարկացա, դե պարզ է, ես գիտեմ, որ ինքը չի արել հաստատ, բայց չէր ընդունում, մամա ասում է,
ասում եմ ով է արել, ֆրանսերենով չի ասում։ Այն ընկերը ասում է, չիպը մենք երկուսով ենք կերել էս կոմենկոմ, իսկ ծամոն ձեն չի հանում, հետո հայերենով հարցից ասում եմ Սամվելի ճիշտն ասա մամային, մամա ասում է ես ոչ իմ չեմ արել, բայց ասում եմ որ մենք միասին ենք, ես ոչ չեմ ասի, որ մենակ ինքն է։ Հա, իհարկե դրանից հետո ես արգելեցի շփվել այդ երեխայի հետ, բայց բացի դրա հետ մեկտեղ էլի փոքր էր, երևելի քոլեջի այդ տարիքային ինքն էլ հասկացավ, որ այտենց ընկեր պետք չունենալ, որտեղ ես իր հետ զրուցեցի տանը, ասացի Սամվելիկ ջան, եթե քո ընկերը չի ընդունում իր մեղքը, հակառակը հələ դու մեղավոր չես, ինչ որ չափով քո վրա գցում այդ մեղքը, ուրեմն դա ընկեր չի, դա շատ վատ մարդ է։ Ու իհարկե դրանից հետո շփումը վերացրեց իմ տղան, երբեք չի ծխել, չի խմում, չունի, շատ արագ անցավ իր ղորթական այդ գործընթաց ինքնուրույն արեց, աշխատում է, սովորել է, վերջացրել է, մի խոսքով չի ունեցել հասունացման շրջանը, ինձ համար մի քիչ տարօրինակ էր այդ հարցը, ասում եմ նյուժելի կամ երեխաներ, նյուժելի կներեք բառերից համար, որ ասենք ինչ որ խնդիր են առաջացնում, չնայած ասում եմ տարբեր երեխա, տարբեր բնավորություն, տարբեր կարծիք, իրոք շատ տարբեր է ամեն ինչ։ Փոքրիկը ավելի բարդ է։ Փոքրիկս չի սիրում ժամանակին հասնել դպրոց, միշտ ուշացած է։ Դրա իսկ պատճառով միշտ ես իրա վրա բարկանում եմ, որ դու պունկտուալ չես, որ դու ուզում ես դառնալ ժանդարմ։ Ժանդարմը դա վայենի ոստիկան, հա, ոնց է կոչում, չգիտեմ հայերեն, ժանդարմը ուզում դառնալ։ Այդ դպրոցն է հաճախում, որ հետագայում հասնի իրա նպատակին, հա, ամեն մեկը իրանց մասնագիտությունները փոքր տարիքից կարելի ասել ընտրել են։ Ալոնա ջան, ասում եմ, եթե դու ուզում ես սա ունենաս, պետքա դու ինքդ քո վրա աշխատես։ Հա, դու սպորտային լավ պարապած ես, լավ ձիգ ես, այսինքն դու պատրաստ ես ոստիկան դառնալու, բայց կան բաներ, որոնք որ դու պետքա շտկես։ Չի լսում։ Բարձր տոնով խոսած հետը աչքերը լցնում է։ Հանգիստ ես խոսում, նանի տեղ չի դնում։ Անկեղծ եմ ասում, դա երևի թե հենց այդ հասունացման շրջանի ինչ-որ գծիկներ են, որը ինձ թվում է կանցնի շուտով, միշտ փակված լինել սենյակում, շատ շփում չկա, կարող է գա գործից հետո գամ տուն գա փաթաթի գրքի, մոմո ջան, կարոտել էի քեզ, ախ ես ինչ անուշ հոտ է գալի վրից, այսինքն սենց հոպ, ու մեկ էլ կարող է Ալոնան սաղորը սենյակից չհելնի, ոնց որ զգում եմ, որ այդ ինչ-որ հասունացման շրջան է մոտ է, հագուստի պահով մեր մեջ կռիվ է միշտ, իր հագածը ինձ դուր չի գալիս, իր սանրվածքը ինձ դուր չի գալիս, չնայած, որ հուսով եմ, որ ինքը իր մեջ կփոխվի։ Շատ ինքը հեղուի է սոցիալական աշխարհից, դրա համար որ շատ վաղ ասում եք քիչ եք նկարում ձեր աղջիկներին, Ալոնան անհնար Ալոնային նկարելը սենց փշերը հանում է դուրս ու նայում է դեմքիդ հենց հեռախոս է տեսնում։ Դե աղջիկս էլ մեծ աղջիկս էլ չի սիրում, ընդհանրապես ինքը այդ սոցիալական ոչ մի հարթակ այդքան չի սիրում, ինչի համար էլ որ մտնում է, եթե իրան դասերի համար հոգեբանական ինչ-որ կմտնի գնայի, ես ասում եմ երևի թե այսքան ժամանակ այդ միակ երեխան է ընդհանուրում, որ ճանաչում եմ, որ հեռախոսը գրպանը ման չի տալիս, եթե ինքը տանն է, հեռախոսը սենյակում գցած է, շատ ժղայնանում եմ, մեկ-մեկ զանգում եմ, Նանիկը չի պատասխանում, հետո ասում եմ, Նանիկ, վրաս բաներ պետք է, չէի պատմում, մամա, հեռախոսը մոտես չէր, այսինքն ինքը ընդհանրապես չի սիրում այդ աշխարհը, ուսում, տուն, ընկերների հետ դուրս գալ, շփվել, ժամանակ անցկացնել, միգուցե մի օր համաձայնի նկարեմ, բայց դեռևս չեմ ստիպում, հարցրել եմ, ասել է չէ, ուրեմն չէ։ Իսկ տղաս շատ մեծ հաճույքով խնդիր չի տեսնում, նա ման ձեր կոմենտարիաները կարդում է, հասունացման շրջանի այդ process-ը ես պատմեցի, ինձ թվում է, անցա արդեն ձեր հարցին, ինչու չեմ նկարում իմ երեխաներին։ Տղաս հաճույքով է նկարում, հաճույքով չեմ ասի, հաճույքով սենց անհամբեր սպասում է նկարանին, բայց դեմ չի, նամանած ձեր կոմենտարիաները կարդալուց, հասկանում որ դուք իրան լավ եք վերաբերվում, շատ եք հավանում, դրա համար դեմ չի։ Նույնը Էլենա իմ որդու ապագա ինձ թվում է վստահ եմ կինն է, ներկա ընկերուհին, նա էլ դեմ չի, միշտ հարցնում եմ Էլեն ուզում ես, ասում է սամ դեղոն շպա, այսինքն դա ինձ չի անհանգստացնում, այսինքն ես կարամ, խնդիր չկա, եթե ուզում ես, կարանք նկարենք, հա։
Մենք շատ ընկերական հարաբերությունների մեջ ենք, չկա այնպես, որ ինքը զգում է, որ ես Ամոյի մաման եմ, այսինքն գիտի զգում է, բայց ոչ թե լարված ինչ-որ բան կա, մենք ասել խոսալ ծիծաղալ, շփվել։ Հոլովակը տեղադրել եմ բանի վերաբերյալ, հոլովակ, որ նկարել ենք իրար հետ կուկի են սարքում, թխվածքաբլիթներ, շատ շնորհակալ եմ բարի կոմենտարիաների համար, անկեղծ, շատ լավն եք, ոգևորում եք, որդիս կարդում է 1/1, այնտեղ ֆունկցիա կա, նույնիսկ հայոց տառերով գրված, ինքը թարգմանում է եւ կարդում է, կա մի քանի կոմենտարիա, տղաս մի քիչ նեղվել էր, ճիշտն ասեմ, հիմա ես կանդրադառնամ վերաբերյալ Էլենի ֆրանսերեն խոսալու։ Նախ դուք ինձ գրել եք, որ պետք է ասեք, որ ինքը հայերեն սկսի խոսալ։ Էլենը հայերեն խոսում է։ Ծնվել է եւ մեծացել է այստեղ։ Ֆրանսիական շրջապատում շատ քիչ հայ ծանոթներ ա ունեցել։ Հայերեն խոսում է, բայց ակցենտով է խոսում։ Շատ բառեր չի կարողանում արտաբերել, օրինակ Կուկին թխվածքաբլիթը նկարելուց առաջ ասում է Կուկի ոնց է հայերեն, ասում եմ թխվածքաբլիթս նայես դեմքիս Տիպը չեմ կարողանա երևի թե բառը արտասանեմ, ասեցի խնդիր չկա, Կուկի ասա ու անցնենք գնանք շատերն են Կուկի ասում, հա։ Ինչ եմ ուզում ասեմ, դուք ասում եք, որ ասեք թող հայերեն խոսի, ասեք թող հայերեն սովորի։ Նախ այդ երեխան չի մտե մեր տուն, որ մենք իրան ինչ որ մի բան ստիպենք անել։ Ինքը անհատ անձ է, ինքը իր ճիշտ բնավորությունով, շատ ճիշտ դաստիարակությամբ երեխա է, որի համար շատ ուրախ եմ, շատ անչափ ես իրան շատ եմ սիրում, անկեղծ։ Իմ երեխեքի չափ սիրում եմ, այդ իրա նույնիսկ այդ դեմքի միմիկան, որ մեկ սենց մի քիչ քաշվող կամ մի քիչ սենց քնցից արտվող, շատ եմ ես իրան հավանում, ինքը շատ լավ երեխա է, շատ ակտիվ է, շատ խելացի է, կխոսա այն լեզվով, որը որ իրան կոմֆորտ է, իր զոնայից, մենք կոմֆորտի զոնայից դուրս չենք պատրաստվում հանել, այդ երեխան չի մտել մեր տուն, որ մենք ասենք նայի, Էլեն Ես, Սամոն, Նանիկա, Ալոնան, Արմենը, մենք սաղս հայերեն լավ ենք խոսում, ու իմ երեխեքը իրոք լավ են խոսում, այսինքն լավ ասելով խոսում են։ Չեմ ասելու, նա իրանք սա հայերեն կարում են արագ խոսալ, դու էլ պետք է խոսես, եթե այստեղ ես։ Ոչ։ Փառք Աստծո, մենք ֆրանսերեն հասկանում ենք, ու այդ երեխան եթե իր համար ֆրանսերեն լեզվով խոսալը ավելի հեշտ է, ապա ինքը կխոսա ֆրանսերենով։ Սիրելիներս, եթե ձեզ դուր չի գալիս, հաճելի չի։ Չեմ ստիպում, կարող եք չնայել, բայց մի գրեք, որ պետք է Էլենա խոսի հայերեն։ Ինքը չխոսելով լավ հայերեն, այնքան հայուհի է, որ շատ հայուհիներ հայերեն խոսալով կերազեին այդքան հայուհի լինել։ Իրա մտածելակերպով, իրա շարժու ձևով, իրա չափված ձևած լինելով, ինքը ավելի շատ հայ է, քան թե հայերենով խոսալը։ Հասկացեք ինչ նկատի ունեմ, երևի թե կհասկանաք։ Ինքը շատ կիրթ դաստիարակված երեխա է ու պետք չի ասել ինքը որ լեզվով պետք է խոսա։ Թող խոսա այն լեզվով, որով ինքը իրան կոմֆորտ է զգում։ Լավ, որովհետև ինձ թվում է նախ ես դրա իրավունքը չունեմ։ Ես ոչ իր մաման եմ, ոչ իր պապան եմ, ոչ էլ իր մոտ հարազատն եմ։ Հա, ես Սամոյի մաման եմ, ես իրան շատ եմ սիրում ու վստահ եմ, որ ինքն էլ ինձ է շատ սիրում, բայց դա չի նշանակում, որ ես իրավունք ունեմ, ասեմ, Էլեն, դու պետք է Ոչ, ճիշտ է, մեկ-մեկ նկարեց ասում Էլեն չոն հայերեն է խոսալու, սս նայում ասես քաշվելով սենց գլուխով սենց անում, բայց այդ երեխան չի կարողանում, ազատ չի զգում հայերեն լեզվի մեջ, դրա համար ինքը ավտոմատ իր մոտ ֆրանսերեն է միանում ու դա ինչ չի խանգարում։ Երբ որ միասին եք նկարում, եթե ինքը ինչ-որ մի բան ասում է ֆրանսերենով, ես անպայման ձեզ ասում եմ, թարգմանում եմ, Սամոսը ինքնըստինքյան հետը ֆրանսերեն է խոսում, քանի որ ինքը գիտի, որ Էլենի համար ֆրանսերեն ավելի հեշտ է։ Դրա համար եկեք ճանդրադառնանք դրան, ամեն մարդ իրավունք ունի խոսել այն լեզվով, որով ուզում է, մտածել այն լեզվով, որով ուզում է, բայց ամեն մարդ պետք է մնա մարդ ու հարկի դիմացինին։ Ինձ թվում է, որ ճիշտ անդրադարձա, հա։ Ուրեմն, երևի թե ուրիշ այդպիսի թեմա չունենք, եթե չեմ սխալվում, վստահ եմ, որ ամեն ինչին անդրադարձա։ Ուզում եմ ձեզ բոլորիդ ասել շնորհակալություն կրկին, որ դիտում եք, եթե ինչ-որ մի հարցեր կա, անպայման կպատասխանեմ, վերաբերյալ թե բաղադրատոմսի, թե ընդհանրապես առօրյայի, ուզում եմ ասեմ, որ եկեք սիրենք, հարգենք իրար ու չստիպենք երբեք ոչ մեկի ոչ մի բան անել, ես ինքս անձամբ ունեմ իմ մտածելակերպը, հա,
շատ բաներ ես չեմ ընդունի, բայց ես իմ համար չեմ ընդունի, բայց դիմացինին ես երբեք չեմ ստիպի լինել ինձ նման, դա շատ կարևոր է, եթե դուք ուզում եք լավ շփում ունենալ, եթե դուք ուզում եք ձեզ հարգեն, սիրեն, չպետք է ստիպեք դիմացինը լինի ձեր նման 100%, որտեղ դիմացինի համար էլ միգուցե դուք ինչ-որ թերություններ ունեք, ու դա կարևոր է հասկանալիս թվում է, շատ կարևոր է, դրա համար ես որ վերլուծում եմ իմ ընդհանրապես շփման այդ փոքրիկ շփումը, անձնական շփումը, ոչ թե վիրտուալ ձեզ հետ, ես հասկանում եմ, որ ես երբեք խնդիր չեմ ունեցել ոչ ոքի հետ, ոչ ոքի հետ ասելով այն մարդկանց, ովքեր որ ընդունել են ինձ ինչպիսին, որ ես կամ, ու ես էլ ընդունում եմ այդպես, լինի թե աշխատանքի վայրում, լինի թե անձնական, ընտանեկան, թե ընկերական շրջապատում, հա, նայեք, օրինակ աշխատանքի վայրում երբեք խնդիր չունեմ, ինձ միշտ ուրախ են այնտեղ տեսնել, կա ինչ-որ օրինակի համար, եկեք ճիշտն ասենք, երբ որ ինչ-որ ղեկավարող, ինչ-որ պաշտոն չեմ ուզում ասեմ, ոնց ասեմ, որ ճիշտ լինի, այսինքն, երբ որ ձեզնից բարձր ինչ-որ մեկը կա, որը որ ձեզ պետք է ղեկավարի, հա, այդպես ասեմ, միշտ լարվածություն է, չէ, ձեր մոտ առաջանում մի քիչ, որ սենց անեմ, նենց անեմ, որ հանգարց նես չլինի, որ դուրը չկա, ինձ մոտ դա չկա, այսինքն, երբ որ ես մտնում եմ գործի, կասայի աղջիկները, երբեք չեն ձգվում, չեն լարվում, չեն ասում Սերինը մտավ խանութ, միշտ ուրախ, Սերին եկար, այսինքն չկա իրանց մոտ այդ զգացողությունը, որ ահա Սերին եկավ, հեսա կասի, էսի սենց, էնի նենց, դու սենց, նու նենց, իրավունք ունեմ, բայց չեմ անի երբեք, խնդրում եմ, երբ որ աշխատանքի մեջ եմ, ինչ-որ մի բան պետք արվի, խնդրելով, հարգելով, երբեք չեմ անդրադառնա անձին փոխելու վերաբերյալ, լինի տան անդամ, թե լինի ընկեր, ընկերուհի կամ հարազատ, դրա համար նորից եմ անդրադառնում, մի գրեք, որ Էլենը ֆրանսերեն չի խոսում, հայերեն չի խոսում, Էլենը պիտի, Էլենը չպիտի ոչ մի բան, ոչ մեկի, էդի մեկ ընդմիշտ հասկացեք, Էլենը լինելու է այնպեսին, ինչպեսին մտել է իմ տուն, որին որ մենք շատ ենք սիրում, ու ինքը այդպես էլ մնալու է, կուզենա կսովորի կփոխվի, չի ուզենա այդպեսին կմնա, գրել եք, որ քնություն է անցնում, չէ, ոչ մի դեպքում քնություն չի անցնում, այնքան լավ ժամանակ ենք մենք միասին անցկացնում եւ իրանք միասին շատ հաճախ են իրականում բաներ պատրաստում ու ես դրա համար ասացի ես սկսելու եմ ձեզ նկարել, որտեղ մենք չենք պատրաստվել ոչ մի վիդեոսյոմկայի Աղմանավանդ ինձ մնացել էր մի ժամ կորցի գնալու, մենք էլ տեսնում ինչ-որ մտեր են մուկիկների պես խոհանոց, ինչ-որ խշ ձեներ ա գալի, ասում եմ, ես ինչ եք ուզում սարքեք, որտեղ միշտ իրանք սարքում են ինչ-որ բաներ միասին, կուկի ենք ուզում սարքել, ասի կուկի եք ուզում սարքել, օքեյ, դե ուրեմն պատրաստեք, ես գալու եմ ձեզ նկարեմ, իրականում էլ ասենց փոխվել էր արդեն ասենց մի քիչ հարմար շորերի մեջ էր, Մամա ասում է, բայց Էլենը փոխվել է, ասում է, ոչինչ, Էլենը փոխվել է, բայց Էլենը նույն Էլենն է, ոչ մի տարբերություն, ու տենց նկարեցի իրան, շատ հավանեցի ու ասել եմ, երեխեք սենց հետո որ բան եք պատրաստել, ես ձեզ նկարելու եմ։ Ու տեսա, որ ձեզ դուր եկավ, իրանք էլ շատ ազատ էին իրենց զգում։ Նորից շնորհակալություն ժողովուրդ, երևի թե շատ խոսացի, բայց պետք էր անհրաժեշտ էր, Էլենչոս քնություն չի անցնում, հա, մազերի կապելու վերաբերյալ գրել էիք, որ մազերը կապել, ճիշտն ասած այդ ընթացքում մի մոմենտ նույնիսկ մենք այդ պահի երեքով մտածինք ու ծիծաղ մեզ մոտ առաջացավ, ասենք հեսա հաստատ գրելու են Էլենը մազերը չի կապել, Էլենը երբեք մազերը չի կապում, իր սանրվածքը միշտ այդպիսին է, իր մազերը միշտ թափված է, հետո երևելի ինչ-որ մի բան հատուկ ուտելիք չէր սարքում, որ պետք է անպայման գլխարկով կամ ինչ-որ օտար մարդկանց համար չէր սարքում, ինձ չէր անհանգստացնում, որ իր մազերը արձակած է, նախորոք ասեմ ոչ մի պեչենի մեջից մենք ոչ մի մազ չեն գտել, մի անհանգստացեք, պետք է մազերը կապի, պետք է թե չեն, նույնիսկ այդ հարցում ինքն է որոշում, ժողովուրդ, ես այնքան ուրիշ ձևի մտածող մարդ եմ, Ինձ համար դիմացինը անձ է, որը ինքնուրույն է որոշում ամեն ինչ, ոնց ուտի, ոնց հագնի, ոնց նստի, ոնց ելնի, ամեն ինչ, ես երբեք չեմ ասի կկապես մազերդ, նույնիսկ իմ աղջիկներին ես չեմ գնա ասեմ, բան ես պատրաստում մազերդ կապի, օրինակի համար, իրանք ինքնուրույն են, հասուն են, դրա համար իզուր մի գրեք, որովհետև
Հավատացեք չեմ գնալու ու չեմ ասելու Էլեն մյուս անգամ որ բան սարքենք, արի դու մազերդ կապի էլի, տենց ավելի լավ է, որ չգրեն մազերդ կապած չի։ Չէ։ Միգուցե դուք ճիշտ եք, բան չունեմ ասելու, երբ որ խոհանոցում ես գերադասելի է մազերդ կապված լինի, որպեսզի ապահովության համար մաս չեն գնի։ Բան չունեմ ասելու, բայց ես չեմ պատրաստվում ասել։ Ես այդպիսին եմ։ Ես այդպիսին եմ։ Դրա համար էլ ինձ թվում է իմ շրջապատի ինձ ճանաչողները երբեք ինձնից դժգոհ չեն, որտեղ տեսնում են, թե ես ինչպես եմ ու ասեմ, այդ մի բան է ասեմ ու ձեզ հրաժեշտ տամ, որ ես չեմ սիրում ստիպել ու չեմ սիրում երբ ինձ են ստիպում, որ անկեղծ լինեմ, ես էլ եմ այդպիսին։ Ընկերուհի ունեի, ասում էր Սերին, եթե ուզում ենք, որ դու ինչ-որ մի բան անես, մենք պետքա հակառակն ասենք։ Եթե ասեն Սերին, այս ինչը հակի, այս ինչ շորը հակի, կոպիտ ասեմ, ես չեմ հակնի, բայց եթե ասեն մի հակի, կարող է հակնեմ։ Ինչ եմ ուզում ասեմ, որ ես չեմ սիրում, որ ինձ ասում են սենց արա, նենց արա։ Ես ինքս իմ անհատ անձն եմ, ես գիտեմ որն է ինձ համար ճիշտ, որն է ինձ պետք է պահին, եւ ես գիտեմ որտեղ ոնց եւ ինչպես ինձ դրսեւորեմ։ Դրա համար ես ինքս էլ չեմ սիրում, երբ որ ինձ ոչ թե խնդրանքով ինչ որ բան են ասում, այ հրամայական տոնով ասում են սենց պետք է անես, ոչ, ես չպետք է ոչ մի բան անեմ, ես անում եմ այնպես, ինչպես որ ինձ է հարմար։ Դե ինձ սիրելիներս, երևի թե երկար զրուցեցի, հուսով եմ ձեր գլուխը չտարա, ձեզ չձանձրացրեցի, նորից եւ նորից ուզում եմ ասեմ շնորհակալություն, որ դիտում եք, շնորհակալություն, որ բաժանորդագրվում եք, դուք շատ լավն եք, շնորհակալություն, որ ակտիվ եք կոմենտարիաներում, ես այդպես ձեզ զգում եմ, որ անկեղծ ասեմ։ Իրոք, այդպես եմ զգում, ինչքան որ դիտում լինի, օրինակի համար 1 միլիոն դիտում լինի, այդ 1 միլիոն դիտումը ինձ համար ոչինչ է։ Բայց 5 հատ կոմենտարիան օրինակի համար ինձ համար արդեն ցուցանիշ է, որ այդ 5 հոգին նայում են, գիտեն եւ այլն։ Այս կատունն էս համով է քնած, աչքս հագցում եմ կատվին։ Հա, ինչ է ուզում ասել։ Այնտեղ մի փոքրիկ վերջում կտոր կդնեմ, այստեղ Սամոնուելը գնացել էին խանութ ու ինձ համար են դա նկարել իրականում, բայց կգցեմ, որ դուք էլ տեսնեք, միգուցե Էլենի այդ ասած բառով հասկանաք, թե իր համար ինչքան դժվար է հայերենը եւ հանգիստ թողնեք իմ Էլենին։ Եղավ։ Всё, ես ձեզ պարտադրում եմ, որ Էլենին շատ սիրեք, չնայած ես տեսնում, որ շատ եք սիրում։ Շատ շնորհակալ եմ։ Դե ինչ, ուղարկում եմ ձեզ պաչիկ, մաղթում եմ ձեզ լավ օր եւ իհարկե կհանդիպենք։